Նշանավոր դարբին մլեհի դուստրներն է։ Այծեմնիկը սիրում էր հոր պատրաստած զենքերով զինված շրջել հայրենի բնաշխարհում, սակայն նրա նետերից ոչ մի թռչուն ու կենդանի չէր վնասվում։ Ավելին, այծեմնիկին տեսնելով մոտ էին գալիս համեղ մի պատառ ստանալու կամ մի բուր հատիկ գցելու։ Այծեմնիկի համար նշանակետ էին դառնում հաստաբուն կաղնիներն ու օդ նետված փայտի տաշեղները կամ խեցու կտորները։ Մի քանի տարի էր արդեն, որ այծեմնիկը մասնակցում էր նետածգության մրցումներին։ Այս անգամ էլ էր նա հրապարակ դուրս եկել իր նետածգության արվեստը ցուցադրելու։ Վիճակահանությամբ նա պիտի հանդես գար ամենից վերջում։ Սրաթրիչ թրավ այծեմնիկի նետը և ցցվեց թիրախի ուղիղ կենտրոնում։ Երջանիկ էր մլեհը ու հպարտ իր գեղանի ոսկեվարս դստեր փառքով։ Այս անգամ էլ դուստրը հաղթեց շատ անվանի ռազմիկ մրցակիցների։ Շուտով այծեմնիկի շուրջը հավաքվեցին ավականու մի խումբ աղջիկներ, նրանից զինավարժության դասեր առնելու։ Աղջիկները այծեմնիկից սովորում էին նետածգություն և նիզակամարտի, սրամարտելու արվեստ։ Ախուրյան գետի ափին գտնվող անտառակի բացատը դարձավ նրանց ամենօրյա վարժանքի վայրը։ Սակայն նրանց զվարթ ժամանցը մի օր հանկարծակի ընդհատվեց։ Անխիղճ վայրագությամբ թաթարներն սպանում էին ծերերին, կանանց ու երեխաներին, ավերում ու թալանում շեներն ու քաղաքները։ Գերության էին քշում հատկապես առույգ ու ուժեղ մարդկանց, ջահել ու գեղեցիկ պատանիների ու աղջիկների։ Թշնամին շտապում էր անի։ Թաթարական արյունարբու ոհմակները մոտեցան անիին ու շրջապատեցին այն։ Հայերի ուժերը պակաս էին թշնամուց, բայց նրանք հերոսաբար պաշտպանում էին իրենց հայրենի քաղաքը, ետվանում դաժան ոսոխին։ Թշնամին մի ամբողջ տարի պաշարեց, սակայն չկարողացավ մտնել անի։ Գազազած թշնամին վճռական մարտի նետեց իր բոլոր ուժերը օգնության հասած թարմ զորքերի հետ։ Քրվի ծանր պահի միջնաբերդի վրա հայտնվեց այծեմնիկն, աղջիկների իր ջոկատով։ Սկզբում նրանք վիրակապում, զենք էին հասցնում հայ ռազմիկներին։ Տեսնելով, որ քաղաքի պաշտպանների շարքերը խիստ նվազել են, աղջիկները այծեմնիկի կոչով նետվեցին քրվի մեջ։ Այծեմնիկի ջոկատը մարտնչում էր պաշտպան հայ ռազմիկների հետ հավասար քաջությամբ։ Հայերի վիճակն աստիճանաբար դժվարանում է, նրանց շարքերը նոսրանում են, քրվում են անգամ վիրավորները։ Նրանք հսկայական վնաս էին պատճառում թշնամուն, սակայն իրենք ևս կորուստներ էին ունենում։ Թշնամին անթիվ էր և անընդհատ ավելանում էր։ Թշնամու նետերը տեղում էին կարկտի պես, խոցում աղջիկներին ու հատուկենտ մնացած հայ ռազմիկներին։ Սակայն նրանցից ոչ ոք չէր նահանջում։ Մոռացած ցավ ու մահ, այծեմնիկը իր մարմնից հանում է թշնամու նետերն ու դրանք արձակում նրանց վրա։ Նրա հերոսական արարքը զարմացրեց նույնիսկ թաթարներին և կատաղեցրեց նրանց։ Նրանք սրահար արեցին բոլոր վիրավորներին։ Վախեցած հերարձակը ասչկա անօրինակ քաջությունից թաթարները մի պահ նույնիսկ ընկրկեցին։ Նրանք որոշեցին հեռվից նետահար անել նրան։ Գլխից ու իրանից մի քանի վերք ստացած այծեմնիկը մահացու հարված հասցրեց ևս մի թշնամու։ Նրա ուժերն սպառվում էին։ Նա դանդաղ, պաշտպանվելով մոտեցավ պարսպի եզրին։ Թշնամիները տեսնելով, որ վիրավոր հայ գեղեցկուհի ռազմիկը ուժասպառ է, որոշեցին կենդանի գերել նրան և դուրս հանեցին օղապարանները։ Գալով վերահաս վտանգը, անարգ ու արյունարբու թշնամու ձեռքը չընկնելու համար, այծեմնիկը ցած նետվեց բարձրաբերձ պարսպից։ Վելանեցին, գրեց ոսկեծան փարմանուհու պատմությունը, ով ամեն ինչից շատ սիրում էր իր հայրենիքն ու հիասքանչ քաղաքը։ Այս պատերազմում քաջությամբ աչքի ընկավ մի կին, պարսպի վրա, որ ետ էր մղում թշնամիներին, առ-ոչինչ համարելով նետերի խոցվածքները, և նրա անունը իր արագաշարժությանը Վայելայձյանն էր կոչվում, անցան տարիներ։ Հայ ժողովուրդը չմոռացավ իր հայրենասեր գեղանի դստերը Ածեմնիկին։